պատկանի ժողովրդին։ Եթե ժողովրդին չի պատկանելու, կարող է պատկանի մի հատ ուրիշ երկրի կամ մի հատ երրորդ երկրի հատուկ ծառայության։ Իշխանությունը Հայաստանում եւ դրա համար եմ ասում, որ տեսեք, երբ որ խոսք է գնում այդ 4-րդ հանրապետության ու 3-րդ հանրապետության տարբերությունը ո՞րն է։ Տարբերություններից մեկը ես նշում եմ այն, որ 3-րդ հանրապետությունում շատ դեպքերում իշխանության պատկանելը ժողովրդին ֆորմալ բնույթ է կրում։ Ֆորմալ բնույթ է կրում։ Մենք այսօր դատավորների ընդհանուր ժողովին տվել ենք ընտրական իրավունք։ Ինչ կապ ունի դատավորի ընդհանուր ժողովը ընտրական իրավունքի հետ, ինչ կապ ունի։ Սա իմ կարծիքով անընդունելի բան է, ում լիազորությունն է օգտագործում։ Եվ կան այսպիսի հարցեր, որ մենք պետք է լուծենք, առանց իսկ դրա լուծումը էլի սահմանադրության փոփոխություններն էին, որը մենք նախաձեռնել էինք կովիդի պատճառով տեղի չունեցան։ Բայց մենք հիմա պետք է գնանք նոր սահմանադրություն ընդունենք, որովհետև բաներ կա, որ մենք եթե ասենք ենթադրենք կեսից կիսվենք էլ չենք կարող անել գործող սահմանադրության կարգավորումների պատճառով։ Իսկ մենք չենք կարող ձև անել, թե մենք հարց լուծեցինք։ Դատական համակարգի հարցի լուծումը հետևյալն է՝ ստեղծել տեսանելի օրգանական կապ դատական համակարգի եւ իշխանության միակ տիրոջ ժողովրդի միջև։ Այսօր այդ կապը չկա, այդ կապը գոյություն չունի։ Դրա համար այս բոլոր խնդիրները առաջանում են։ Ընդհանրապես ոչ մի հաշվետվողականություն չկա։ Ընդհանրապես մեր իրավատկան մենթալիտետը շատ խնդրահարույց է, որովհետև կարող է ասվել, որ սենց է ու տենց է, ինչի է տենց է։ Նկատի ունեմ, ես չեմ ժխտում խնդիրները, բայց մենք պետք է հասկանանք, անկախ դատական համակարգ չի նշանակում ժողովրդից անկախ դատական, ընդհակառակը նշանակում է մնացած բոլորից անկախ, բայց ժողովրդի իշխանությամբ գործող, ոչ թե ժողովրդի կամքով գործող, ես ուզում եմ ես էլ տարբերակենք, այլ ժողովրդի իշխանությամբ գործող, ժողովրդի մանդատով գործող։ Արձագանք։ Մենք խորհրդարանում եւս այդ խնդրին հաճախ բախվում ենք օրգանական կապի տեսանկյունից, որովհետև դրա ձևական կողմն ամենակապահովված գործող իրավակարգավորումներով։ Մենք այստեղ սահմանադրական դատարանի դատավորներ ենք ընտրում, ԲԴԽ-ի անդամների կեսին, Վճռաբեկ դատարանի դատավորներին, բայց շատ ֆորմալ է դա, հետո երբ որ հարցեր են ուղղում դատավորներին կամ Բարշագույն դատական խորհրդի անդամներին, անընդհատ այդ բանն ենք բախվում, մենք հաշվետու չենք ազգային ժողովի առաջ եւ այդ հարցերը մնում են օդում։ Ուստի համաձայն եմ, որ նոր սահմանադրությունը պիտի լուծի այդ հարցը։ Սամ ես չեմ էլ եմ ասում, չի կարող ժողովրդից անկախ իշխանություն լինել։ Պատկերացրեք ազգային ժողովը ասի, դե մենք անկախ իշխանություն կամ կառավարությունը չի կարող ժողովրդից անկախ իշխանություն, որովհետև իշխանությունը պատկանում է պետությունն է նա, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ այս օրգանական կապերը իմիջիայլոց ասեմ, Հայաստանյա Առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված է մենք տենց խնդրեմ ունենք։ Որովհետև ժողովական կառավարում ընդհանրապես չկա, եկեղեցին համայնքն է, հարգելի գործընկերներ։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց հոգևոր համայնքը հոգևոր հոտը իրավունք չունենա, որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան, եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես մեր եկեղեցին էլ ոչ թե մեր եկեղեցին, այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ։ Ոչ մի հաշվետվողականություն չունի ժողովրդի հետ։ Դրա համար էլ մենք բանը ու ես դա նորմալ եմ համարում։ Ես չեմ փոխում դրանից։ Ասենք մի հատ նոր, եթե ժամացույց ես կապում, պետք է 3 տարի բացատրես
Այդ ժամացույցը որտեղից է կապում եւ դա նորմալ է եւ դա մենք ենք այդ համակարգը ստեղծել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հայտարարագրում, չգիտեմ, այլ մեխանիզմներ, ESN, ՀԿ-ների գնումների, մամուլի ազատություն, մեր օրոքա Հայաստանը խոսքի եւ մամուլի ազատության ռեյտինգներում աշխարհում առաջատար դեր բանանում։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ, ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Եվ սա այս խնդիրները պետք է լուծվեն, Հայաստանը չի կարող զարգանալ առանց այս խնդիրների լուծման։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ոչ ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Այս կներեք խելագարություն ասենց բան ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի։ Այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարող ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հենց չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդ կա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB-ի գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռներակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալ է, որևէ բացատրություն տվել է։ KGB-ի գործակալը մեզ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեզ բացատրողն է։ Ու մարդիկ ստենց սովորական բան են անում, հա, տենց ապրում են իրանց համար, հա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ ա եղել, հա, իրանց անձնական կյանքն է։ Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանում, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցու դեմ, եկեղեցին բոսակն է եկեղեցին, բոսակը եկեղեցին է, սեռական մոլագարը եկեղեցին է, գանձագողը եկեղեցին է, KGB-ի գործակալը եկեղեցին է,
Լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու։ Եթե նույնիսկ մենակ մնամ, ես խնդրեմ չունեմ։